Նիկոլն ասում է դրոշները վառելով սադրում են ու հրահրում։ Ով է հրահրում ու ինչ է հրահրում։ Ժողովուրդը կարող է հրահրել պատերազմ, հարձակում։ Ժողովուրդն է բանակցում թուրքերի ու ադրբեջանցիների հետ։ 2020 թվականի 44-օրյա պատերազմը ով է սադրել։ Ընդդիմությունը սադրել է Նիկոլը իր անպատասխանատու հայտարարությամբ։ Արցախը Հայաստանը եւ վերջ, այնպիսի բան կասեն, որ Ադրբեջանը ներսից կքանդվի եւ այլ այս տեսակ խոսքերով։ 2021 թվականի մայիսին Սև լճի մի մասի ու ընդհանրապես Հայաստանի շուրջ 50 քառակուսի կիլոմետրի օկուպացումը ով է սադրել։ Ժողովուրդը, Նիկոլը, ու ասեմ ինչպես, գլուխը կախ հանձնումներով, երբ ինչ որ կեղծ GPS քարտեզների հիմնվելով Գորիս-Կապան ճանապարհը հանձնեց, Շուրնուխի կեսը հանձնեց, Սոտքի հանքավայրի կեսը հանձնեց, դրանով սադրեց, որ էլի մտնեն վերցնեն։ 2022 թվականի ջերմուկի իրադարձությունները, հարձակումները ով սադրեց։ Սադրեց Նիկոլը, նա էր ասում, այս տարածքի համար կռիվ չենք անի, Սև լճի համար կռիվ չենք անի։ Ու թշնամին ըստ երևույթին ասում էր, հլա սպասի, եթե Սև լճի համար կռիվ չի անում, ջերմուկի համար խի պետք է կռիվ անի։ 2023 թվականի հարձակումն ու բռնագաղթը ով սադրեց։ Նիկոլը չսադրեց, Պրահայում ասելով Արցախն Ադրբեջան է։ Ոչ միայն սադրեց, այլև ձեռքերը ազատեց, ասեց ինչ ուզում եք արեք։